Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, Փյունիկի մարզաբազայում 1-16-րդ կիսը եզրափակիչն է։ Այսօր միմյանց հետ կմրցեն Մեքսիկայի և Չիլիի հավաքականները, ֆանտաստիկ հանդիպմանն ենք ականատես լինելու, եկեք շատ արագ ծանոթանանք թիմերի կազմերին և անցնենք խաղին։ Մեքսիկա դարպասապահ Շահիդ համար 1 Սաղյան, համար 2 Մանուչարյան, համար 3, որը թիմի ավագն է, Մկրչյան համար 4 Գասպարյան, համար 7 Սահակյան, համար 9 Վարդանյան, համար 11 և Մելիքջանյան համար 30, Մխեյան համար 8 Հավակյան համար 17 և Թորոսյան համար 13 կլինեն պահեստայինները, թիմի գլխավոր մարզիչ Նարեկ Քամալյան։ Չիլի դարպասապահ Զախարյան համար 23, Բունյացյան համար 5, Մկրչյան համար 7, Մուշեղյան համար 11, Բաղրամյան համար 13, Այվազյան համար 10, Տարփինյան համար 47, Անդրեասյան համար 17, Մելիքսեթյան համար 19, Մանուկյան համար 16 և մյուս Մանուկյանը համար 77։ Բոլորս պատրաստ ենք ֆանտաստիկ հանդիպման ականատես լինելու։ Սպասենք այսօրվա հանդիպմանը, հիշեցնեմ, որ Չիլիի ավագն է Բաղրամյան համար 13։ Ֆավորիտներ այսօր այս խաղին չկան, երկու թիմերն են։ Հանդիպումը մեկնարկում է, Չիլին է սկսում կենտրոնից գնդակը և իհարկե այսօր սպասում ենք շատ դիտարժան հանդիպման։ Մեքսիկայի հավաքականն է գնդակով։ Հաղարկում են գնդակը Մեքսիկայի ֆուտբոլիստները, պաշտպանությունը Մանուչարյան կենտրոնով հաղարկում է գնդակը։ Առաջանում է դանդաղ տեմպերով Մեքսիկայի հավաքականը Սաղյան, դեպի դարպասապահ Շահիդը, Մանուչարյան և կորցրեցին գնդակը։ Եզրից գնդակը խաղարկում է Մեքսիկայի հավաքականը։ Գասպարյանը լավ ձախ թևում ստացավ գնդակը, նորից ստանում է պատասխան փոխանցումը, Սահակյան լավ ներպատ խաղարկում է Գասպարյանի հետ, բայց չհասավ գնդակին Գասպարյանը։ Բաղրամյան սկսում է իր թիմի գրոհը, Բաղրամյանը և խախտեց այստեղ կանոնները Գասպարյանը։ Մկրչյան, Վարդանյան, կենտրոնում ստանում է գնդակը Վարդանյանը, Սաղյան, Սահակյան, դրանքով շատ գեղեցիկ էր մտածել Սահակյանը, բայց Չիլիի ֆուտբոլիստները կրահեցին, Մուշեղյան, ազատվեց մրցակցից Մուշեղյանը,
Աղթևով շարժում են առաջ, Մկրտչյան թողեց գնդակը Բաղրամյանին և լավ պաշտպանվեց այստեղ Գասպարյանը թույլ չտալով նրան շրջանցել Բաղրամյան ցածրից դեպի Դարփինյանի ներողված փոխանցումը փակեցին պաշտպանները Վարդանյան Մանուչարյան Գեղեցիկ էր Թողեց կրնկով գնդակը խաղանկերոջը և բարձրից փոխանցումը Սահակյանը չի ասում գնդակին Այստեղ էլ Մկրտչյանը գերազանց գործեց բայց թույլ չտվեց Դարփինյանը նրան շրջանցել Շատ արագ խաղարկեցին գնդակը Բաղրամյան Չրեց գնդակը, բայց շատ լավ թիկունքից առաջացավ Մելիքսեցյանը և խլեց այն Անկյունային կլինի Անկյունային կիրացնի Չիլիի ավագականը Դարփինյանն է իրացնելու բարձրից և դա փոսապաշ շատ հանգիստ վերցրեց գնդակը Գասպարյան Փոխեց գրոյի եզրը Գասպարյանը Լիքջանյան թողեց գնդակը Սահակյանին Դեպի Գասպարյանի ուղղությամբ չի ասում գնդակը Այստեղ լավ գործեց Մկրտչյանը սանկումով հեռացրեց գնդակը Անկյունային Սահակյան Մանուչարյան Սահակյան Լավ շրջվեց Սահակյանը Գասպարյանը երբիչ արված Գեղեցիկ էր արվածը, բայց Զախարյանը տեղում էր Եզրից նետում է գնդակը Չիլիի ավագականը Մանուկյանից դուրս եկավ գնդակը Մանուչարյանը գնդակը եզրից մտցնում է խաղի մեջ Վարդանյան վատ չէր Մելիքջանյան Վարդանյան Մանուչարյան Լավ է խաղարկում գնդակը Մեքսիկայի հավաքականը Պաշտպանությունում դուրս եկան շատ լավ բայց վերջին պահին փոխանցումը լավը չէր Կարծես թե լսեցին ինձ Ողաբանեցին նրանց և խոսքից վրա սխալ փոխանցում կատարեցին Բաղրամյան Ընդհանրապես խաղը դաշտի ավելի շատ կենտրոնում է պայքարը, քան ինչ-որ մեկի կիսադաշտում, թիմերից մեկի Եվ հարվածները քիչ են դարպասին ավելի շատ ուսուցողական են հիմա գործում Գասպարյան
Հերվից հարված շեղ է։ Մկրչան ներարվածով։ Արագ խաղարկեց գնդակը Չիլիի հավաքականը։ Մանուկյան։ Մուշեղյան։ Շատ լավ նկատեց Մուշեղյանը խաղանկերոջը։ Եվ ասում է գնդակին Մկրչյանը, բայց ընդամենը եզրից կնետի գնդակը խաղի մեջ։ Ներողություն։ Մուշեղյան։ Արփինյան։ Մուշեղյան, մնաց գնդակով Մուշեղյանը, սոլո անցում է կազմակերպել այստեղ, Արփինյան, և ի վերջո դուրս բերեցին գնդակը, անկյունային կլինի, ոչ եզրից, ներողություն, եզրից կնետի գնդակը Չիլիի հավաքականը։ Եզրից խաղարկում է գնդակը Չիլիի հավաքականը։ Տարփինյան բարձրից Եղեցիկ էր այստեղ շրջանցեց Մկրչյանը, բայց վերջո ընդամենը եզրից խաղարկեցին շատ արագ Մուշեղյան, լավ գործեց Մուշեղյանը, գերազանց փոխանցում էր այստեղ շտապեց Մկրչյանը, փոխանցում կատարելիս։ Գասպարյան։ Տարփինյան, կորցրեց գնդակը։ Սահակյան, կտեսնենք հարված։ Ոչ։ Վարդանյան, նորից գրում է Մեքսիկայի հավաքականը հեռվից հարվածի փորձ։ Մելիքջանյանի կողմից հարվածապահատեղում էր։ Բաղրամյան, եղեցիկ էր։ Մուշեղյան։ Խլեցին գնդակը նրանից։ Գասպարյան, Մեքսիկայի հավաքականն գրոյի դեպի պաշտպանություն Մանուչարյան, մի փոքր երկու թիմերն էլ ավելի զգուշավոր են հարձակվում, քանի որ հասկանում են մեկ գոլը կարող է շատ բան փոխել այս խաղում։ Երկու թիմներն հիանալի պաշտպանություն ունեն, ֆանտաստիկ են գործում պաշտպանությունում։ Եզրից խաղարկեցին Վարդանյան, Մանուչարյան։ Սա փոխանցում էր, հեռացրեց Մուշեղյանը։ Երկրորդ տեմպով է գրոյելու Սաղյան, Մեքսիկայի հավաքականը Գասպարյան և հեռացրեցին պաշտպանները գնդակը Բաղրամյան։
Արագ հակագրող տեղի չունենա, բայց գնդակով է Չիլիի հավաքականը։ Մանուկյան և Մուշեղյանն է ստանում են գնդակը։ Շատ լավ գործեցին, բայց այստեղ երկու ստեքս անկումներով դադարեցված է հանդիպումը, բայց խաղը կվեր սկսվի, այստեղ մրցավարը ցանկանում էր հասկանալ ինչ խնդիր կա Մուշեղյանի հետ, ամեն ինչ լավ էր։ Աղյան, վեր սկսվում է հանդիպումը։ Շահիդ Մանուչարյան կորցրեց գնդակը և Բաղրամյան հարված անկյունային։ Բարձրից հեռացրեցին պաշտպանները գնդակը։ Երկրորդ տեմպո վերվից ևս մեկ հարված, Շահիդը տեղում էր, Մանուկյանն էր հարվածողը։ Սահակյան խլեցին գնդակը, Այվազյան, ոչ նորից Սահակյանը մտավ պայքարի մեջ, խլեց այն։ Այվազյան երկրորդ անգամ մեկ գրոյի ժամանակ խլեց գնդակը, Բաղրամյանի հարվածը վտանգավոր չէր, դա պասապահը տեսնում էր հարվածը, բայց Սահակյան հարված անկյունային Կրչանն էր հարվածողը։ Անկյունային իրացված է, հեռացրեցին պաշտպանները, Այվազյան շատ ռիսկային էր, բայց հեռացրեցին, շատ լավ փոխանցում էր դեպի Բաղրամյանը, Մանուկյան Բաղրամյան փոխեց գրոյի եզրը դեպի աջ, Այվազյան կհասնի գնդակին հասնում է, բայց լավ պաշտպանվեցին այստեղ Մեքսիկայի ֆուտբոլիստները։ Այսպես աննկատ անցան 20 րոպեները Մելիքսեթյան նորից հարված հեռվից, Շահիդը տեղում էր։ Շատ է դուրս գալիս իր դիրքից Շահիդը, օգտվում են այդ հնարավորությունից Չիլիի ֆուտբոլիստները, բայց դեռ ևս հարվածները դիպուկ են, բայց Շահիդը կարողանում է շատ արագ դիրքավորվել։ Օրոսյան Մանուչարյան Մկրչյանը տեղափոխվել է աջ Շահիդ Մանուչարյան Լեց գնդակը Բաղրամյանը Գեղեցիկ էր մտածել այստեղ, բայց չստացվեց Սահակյան հարված
Արկեցին գնդակը Չիլիի ֆուտբոլիստները Մանուկյան Սանում է մյուս Խանքեր Մանուկյանը Երկու եզրեր այս պայի Մանուկյաններն են Պաշտպանությունում գործում Իսկ կենտրոնում նրանց օգնում է Մուշեղյանը Խլեց Մելիքսեթյանը գնդակը Բաղրամյան Եվ խախտեց կանոնները Ռուսյանը 2-13 համարների բախում տեղի ունեցավ Մուշեղյանը կիրասնի տուգանայինը Մուշեղյան բարձրից և շոյդը ֆանտաստիկ սեյվով հեռացրեց գնդակը Համար 1 Գոր Դեմիրխանյան, համար 2 Զավես Սահակյան, համար 3 Ապրեսյան Սամվել, համար 4 Ավետիկյան Լամրե, համար 6 Ռոնա Դեմիրխանյան, համար 7 Դավիթ Մանոլյան, համար 9 Էմիլ Պողոսյան, համար 10 Վահե Երիցին, համար 21 Ուդավով Ռազմիկ, համար 23 Մարտինյան Արթուր և նույնականների հիմնական կազմը, համար 10 Վար Գրիգորյան, թիմի ավակները, Եփա Ստեփանյան, դարպասապահ, համար 17 Անտոնյան Ալբերտ, համար 55 Գևորգ Ֆիլիպոսը, համար 8 Գոր Բրուկյան, համար Օրոսյան Թողեց գնդակը Մխյանին Մանուչարյան համար 14 Վարդանյան Ալեքսեյ Գրիգորյան, մեկնարկված է հանդիպումը լիդերներն են գնդակով Սաղյան Դանդաղ տեմպերով շարժում էին առաջ Մեքսիկայի ֆուտբոլիստները, բայց կորցրեցին այն գնդակը Հունյացյան կորցրեց գնդակը Մեքսիկանը նորից գնդակով Անկյունային են վաստակում Նիդերլանդները Գծան են մեր հարվածողը Խլեց գնդակը նորից Գնդակը հարված այսնեղ Ներեժայնեն ման վաստակում Նիդերլանդները Աղաջյան Գծանով Մանուկյան Բաղրամյանը բացվեց և ստացավ գնդակը Գրավում է Իսպանիայի դարպասը և ացված է կամերաշանում 1-0 օգուտուդան մանվանի Եղեցիք կարարգեցին իհարկե չիստիկով մի Կուրսանովը Կասանոցացուր է իհարկե Իսպանիայի համար Մանուչարյան Գեղեցիկ էր Խաղթևով են Կատարում Մեքսիկայի ֆուտբոլիստները Եզրից Հունյացյան մտցնում է գնդակը խաղի մեջ Մելիքսեթյան, Բաղրամյան Եվ այստեղ Գրում է Մեքսիկայի ավակականը Սահյան Արված և
Շեղը արվածը։ Գնում է դիտելու կար այնտեղ ձերքով խաղ թե ոչ։ Մրցավարը։ Վաստակում Նիդերլանդների հավաքականը։ Նինով արագ խաղարկեց Բունյաչյանի հետ։ Իսիկով։ Երևանց է Բունյասյան։ Հարված եղուս է վերված գնդակը։ Շարունակվի երկրորդ տեմպով, ոչ իսպանացիները խլեցին գնդակը, պայքար գնդակի համար երևային հետ ու վաստակը Նիդերլանդների հավաքականը։ Այսպես ըստ մրցավարը չկար այստեղ կանոնների խախտում, հիշեցնեմ, որ մրցավարը դիտում էր դարպասապա գծից դուրս է ձեռքով խաղացել թե ոչ, ըստ մրցավարի չկար այստեղ կանոնների խախտում։ Ինչևէ, թողնենք անցյալում եւ շարունակենք հանդիպումը։ Կարողացան մշակել գնդակը և հակագրում են իսպանացիները վերադարձենքով հոլանդերի պաշտպանները ուժեղ փոխանցում առաջ Մնացականյանի ուղղությամբ Մնացականյանը մնում է գնդակով Մնացականյան Երազանցը դարձում Մնացականյանը Մեքսիկայի հավաքականն է գրոհում Սահակյան շատ վտանգավոր է հարված դարպասապա փրկում է եւս մեկ հարված գնդակը դարպասում է բացված է հանդիպման հաշիվը Վարդանյանն է դառնում գոլի հեղինակ Եվ այսպես խաղակեսի վերջում Չիլի հավաքականը բաց է թողնում մեկ գնդակ Մանուկյան Եվ այստեղ նվիրեցին գնդակը Մեքսիկայի հավաքականին Բարձրից սա հարված էր դարպասին Մանուկյան Հարկեցին գնդակը Այվազյան խլեց Եվ այստեղ խախտեցին կանոնները Այվազյանի հետ պայքարում Բաղրամյան հարված Սահիդը տեղում էր Անկնային Բարձրից հարված Գնդակը դարպասում է Հավասարեցնում է խաղակեսի վերջում Այվազյանը Հանդիպման հաշիվը այսպես Օգնության ասավ ստանդարտը
Եվ անկյունայինից մխրճեցին Սայդի դարպասը։ Ամեն ինչ պետք է սկսեն 0-ից։ Հրաշալի փոխանցում էր։ Կլինի արվածը Մուշեղյանը վերջի վարկանին հեռացրեց գնդակը։ Դուրս չեք ավայն։ Այվազյան, Բաղրամյան։ Եվ վերջ, ավարտված առաջի կեսը սիրելի ֆուտբոլասերներ 1-1 մի փոքր ընդմիջենք և վերադառնանք դիտելու հանդիպման երկրորդ խաղակեսը։ Վերադառնում ենք խաղադաշտ սիրելի ֆուտբոլասերներ, առաջի արված հենց Չիլի հավաքականը երկրորդ խաղակեսում կատարել շատ ակտիվ են սկսել Չիլի հավաքականը երկրորդ խաղակեսը։ Աջ թևով շարժում են առաջ Սաղյանը հրկեց և պահեց իր թիմի մոտ գնդակը Սահակյան շատ գեղեցիկ էր, բայց ուժեղ էր փոխանցումը խաղանկերոջը։ Առաջին խաղակեսի 15-րդ րոպեն է մոտենում ավարտի, ջրում Նիդերլանդների հավաքականը հաղթում է Իսպանիային, բայց եզրային նետում է վաստակում նիդերլանդցիները։ Բաղրամյան Մինյացյան, խաղում է Ֆիլիպոսյանը Տուգանային է իրացնելու Չիլի հավաքականը Իշեսն որ առաջ խաղակեսի վերջում ստանդարտից գոլի հեղինակ դարձավ Չիլի հավաքականը Արված Շեղեր Արվածը և Շահիդը կսկսի իր թիմի նոր գրո Վարդանյան Հավաքյան Շատ լավ էին նկատել Վարդանյանին, բայց հեռացրեցին գնդակը Թորոսյան Չէ վերջ պայքարեց գնդակի համար Թորոսյան հեռվից արված Զախարյանը տեղում էր Երկրորդ տեմպով է գրոյելու Մեքսիկայի հավաքականը Թորոսյան Եվ հեռացրեցին գնդակը Չիլի պաշտպանները Երրորդ տեմպով է գրոյելու Վարդանյան Փոխեց գրոյի եզրաչ Մանուչարյան Դեպի դարպասապաշտ Սահիդը Եվ ուղղակի հեռացրեց գնդակը Սաղյան Վարդանյան Թորոսյան Ոչ Թորոսյանը չէր Ավակյաններ բայց այստեղ բախվեցին շատ կոպիտ լավ է որ երկու ֆուտբոլիստների հետ էլ ամեն ինչ կարգին է գնդակը Մեքսիկայի հավաքականի մոտ է Թորոսյան խլեց գնդակը Մուշեղյանը և ինքն էլ շարժում է առաջ խճճվեց ինքն էլ խճճվեց և կորցրեց գնդակը Սահակյան կորցրեց Սահակյանը գնդակը խաղանկերները միմյանց խանգարեցին բայց լավ է մնում է Չիլիի մոտ գնդակը Մուշեղյան
Բաղրամյան շատ գեղեցիկ էր Բաղրամյան և խախտեց իհարկե կանոնները Սաղյանը շատ վտանգավոր դիրքում նաև դեղին այո Տիրացնի տուգանայինը Չիլիի ավագականը հենց Բաղրամյանն էլ տիրացնի այն պատ է կազմել 3 ֆուտբոլիստ 4-ն էլ միացավ Տալիս է մրցավարը Բաղրամյան արվոց Բասկետբոլում եթե այս հարվածը դիպուկ լիներ և գրավեին դարպասը 3 միավոր են 3 միավորանոց նետում կլիներ Բաղրամյանի կողմից Բարձրից Կորցրեց գնդակը Չիլիի ավագականը Սահակյան և բրավո Մուշեղյան Սաղյան մնում է գնդակով Մեքսիկայի ավագականը Մանուչարյան և նորից Մուշեղյանը հեռացրեց գնդակը Սաղյան բոլոր փոխանցումները բլոկավորում է Չիլիի ավագականի պաշտպանությունը շատ լավ են այս րոպեներին պաշտպանվում Իզուր չէ, որ առաջի կեսում նշեցի որ երկու թիմերն էլ շատ լավ կարողանում են պաշտպանվել Ակնեին է իրացնելու Մեքսիկայի ավագականը երկար են պատրաստվում Արդից հեռացրեց Դարփինյանը գնդակը Եզրից Մեքսիկայի ավագականն եմ Գնդակը մտցնելու խաղի մեջ այստեղ մրցավարը սուլել է փոփոխություններ պետք է տեղի ունենալ Մեքսիկայի ավագականի կազմում այդ իսկ պատճառով թույլ չտվեց Եզրից Գնդակը մտցնել խաղի մեջ Ի վերջո վեր սկսված է հանդիպումը Վարդանյան գերազանց փոխեց գրոյի եզրը Եվ գնդակը դարպասում է այսպես Ֆանտաստիկ էր ուղղակի Մկրտչյանի հարվածը Ես ինքս մի պահ քարացա Ուղարկեց Այնպիսի եզր որ դարպասապահ Զախարյանը ուղղակի ոչինչ չէր կարող անել շատ լավ ամեն ինչ արեց անկյունն էլ ստուր էր Մկրտչյանի բայց բրավո լավ էր այստեղ դուրս եկան հակագրոյի Մանուչարյան քիչ էր մնում սխալվեր Շահիդ Սաղյան Վարդանյան փոխեց գրոյի եզրը Զախարյան ուժեղ հարվածով գնդակը մտնում է խաղի մեջ Սաղյան միթե կարելի է սխալվել Բաղրամյան Բաղրամյանը և Մկրտչյանը միայնակ էին մնացել դարպասապահի հետ, բայց հենց ինքն էլ պետք է հարվածեր
Այսպես ժլատություն չարեց։ Շերյանը խախտեց կանոնները և դեղին է վաստակում։ Այսպես։ Նիդերլանդների կարգում Կրսանովն է վերադառնում խաղադաշտ, խաղադաշտը կրկում է Վարդանյանը տուգանայինը կիրացնի։ Ֆիլիպոսյան, կրկին Ռոշին Գրիգորյանը տեղափոխվում է ակտիվմանդից Գերազանց է գործում Ռուսյանը Վարդանյան հարված լավն էր հարվածը մի փոքր շեղությամբ ընթացավ գնդակը Կրսանով, Անտոնյան Ռոշին Կրսանին Ուժը փոխանցում Քրիստիկովին Այդը վերցրեց գնդակը Սարյան Ավակյան Վարդանյան Եվ Մուշեղյանը հեռացրեց, բայց երկրորդ տեմպով է գրում Մեքսիկայի հավաքականը Հարված Մուշեղյանը դուրս հանեց գնդակը անկյունային Բարձրից հեռացրեցին պաշտպանները երկրորդ տեմպով է Մեքսիկայի հավաքականը գրոհելու այս անգամ ցածրից Եվս մեկ փոխանցում այստեղ ֆանտաստիկ գոլ կլիներ եթե Մելիքջանյանը գրավեր դարպասը Հարվածից հետո Կրսանովը դուբլի հեղինակ է դառնում Նիդերլանդները արդեն հաղթում են 2 գոլի տարբերությամբ Ռուչյան Եվ այստեղ դուրս եկավ ինձ նրանից գնդակը Գունյացյան կներեք Ռուչյանը ընդհանրապես այստեղ չէ Նա այս թիմում հանդես չի գալիս Անտոնյան ստանում է գնդակը Անտոնյանը Աչ եզրով Փոխանցում է Ստեփանյանին Ռոշին Ռուսյան Վարդանյան Ռուսյանը Թևում Բկրչյանն է ստանում գնդակը Իսպանիան է գնդակով Եվ իանալի նկատեցին Սարյանին միայնա կանգնած որ ստանում է գնդակը ձախ թևում Վարդանյան Սահակյան Վարդանյան Փոխանցում առաջ Վատ չէր գնդակի համար Եվ կորցրեցին շատ վտանգավոր դիրքում Մեքսիկայի ֆուտբոլիստները Գունյացյան Լավ Անցում է Մելիքջանյանի կողմից բայց նորից գերազանց պաշտպանվեցին Չիլիի ֆուտբոլիստները Նորից Մելիքջանյանը լավ սահանքում կատարեց, բայց ես դից գնդակը չի լինի։ Վերադառնանք դեպքումից հետո, տեսնենք թե ինչ կառաջարկի Իսպանիան Նիդերլանդների հավաքականին երկրորդ։ Բաղարյանն ինչ ասավ այս փոխանցումը Անուչարյան
Բաղրամյան մնաց գնդակով, բայց այստեղ հիանալի պաշտպանվեց Մուշեղյանը։ Երկու ստեկ սխալներ, ի վերջո գնդակով է Մեքսիկայի հավաքականը։ Մանուչարյան։ Հրաշալի էր ուղղակի անցումը, բայց արվածը է ստացվում Մելիքջանյանի։ Մանուչարյան թույլ չտվեց, դուրս եկավ գնդակը, կլինի անկյունային։ Բաղրամյանն է իրացնելու։ Արված դարպասից այստեղ ես ինքս ցանկանում էի հասկանալ խառնաշփոթ էր մի պահ Մեքսիկայի տուբանային հրապարակում, բայց ամեն ինչ նրանց ձեռքերում էր տիրապետության տակ, ավելի կոնկրետ Վարդանյան կորցրեց գնդակը Մեքսիկայի հավաքականը Ֆաղի անվտանգավոր գործեց Մեկըպումով գեղեցիկ էր և արվածը Մելիքջանյանի նորից շեղ է ստացվում Չի ասում այստեղ գնդակը Բաղրամյանին շեղել փոխանցումը Բաղրամյան խլեց գնդակը վտանգավոր է կարվածը բայց դարպասած ձողն է փրկում Մեքսիկայի հավաքականին շատ գեղեցիկ էր Մունաթյան բայց Վարդանյանը փոխօգնության ասավ Սահակյան թույլ էր կատարված փոխանցումը Բաղրամյան միայնակ է Բաղրամյանը և անկյունային Քարտերի ֆուտբոլասերներ Նիդերլանդներ, Իսպանիա, Ամերիկանը հիշեցնում եմ առաջին խաղակեսից Նիդերլանդների հավաքականը հաղթում է Բարձրից հակադարձ Էզրում արված էլ տեսանք Մունաթյանն էր արվածողը բայց բարձր ստացվեց Շահիդ Արգեց Մանուչարյանի հետ, Սահակյան թողեց խաղանկերոջը, Մելիքջանյան, ված չէր, Սահակյան, Վարդանյան և գեղեցիկ մեկըպումով փոխանցումներ կատարեցին, Մելիքջանյան, հեռվից արված, շեղ է։ Բաղրամյան
գերազանց հարված տացնեց Մանուլյան կատարման այդպես երկրորդ կարակեսի մեկն է Սահակյան Նորից Սահակյանն է գնդակով բարձրից փոխանցում արվածը կա բայց շեղ է ստացում Գրուցյան Միլյացյան Անտոնյան Փոխանցում է Գրուցյանը ուղղությամբ Գրուցյանը հաղթում է այս մենապայքարում բայց ստացել դուրս բերեցին գնդակը և կարող է հատագրով այստեղ ստացնել Բայց Գունյացյանը գերազանց է գործում, Անտոնյան, պայքարի գնդակարն Անտոնյանը Չիլի հավաքականն է գրում Այվազյան Հակագրողում են այստեղ Նիդերլանդի ֆուտբոլիստները Խաղանկերոջը գնդակը Ադակարված Իսպանիայի պաշտպանել զարպասից Շերյան Ոտայի մենապայքարում փոխանցում այստեղ Կիրսյանը դարված և Աղրեմյան Պոկերի հեղինակ է դարնում Կիրսյանը Երազանց հարված ստացում Շերյան Աղրեմյան և եզրից Այդպես երկրորդ խաղակ ես Նիդերլանդները սկսեն ես գրող Անտոնյան, փոխանցում Հունյացյան տեղափոխություն ուղղության Գրուցյան Գեղեցիկեր Մանուչարյանը լավ պաշտպանվեց այստեղ Սահակյան Վատ չէր Իսպանիայի գրողը Եվ փոխանցում շատ ու Սահակյանի ուղղությամբ Գնդակ այստեղ Սաղյան լավ պաշտպանվեց նորից Սաղյանը Վարդանյան Սոլեց նորից Վարդանյանը գնդակը Չվերջ պայքարում է Չիլիի հավաքական ամեն գնդակի համար Բաղրամյան շատ վտանգավոր է Ուր է արվածը Ուր է արվածը Մկրչյան Արված էր պետք կատարել այստեղ Ոչ թե փոխանցում կատարել Իսպանիայի հավաքականի պայքար գնդակի համար Գրուցյանը հաղթեց Գրուցյան գերազանցեր Գրուցյան ձախ Անկյունային է իրացնելու Բարձրից Այվազյանը չհասավ գնդակին Չիլի հավաքականն է գրում վերջի րոպեները հանդիպման Հիշեցնեմ, որ Աղթում է Մեքսիկայի հավաքականը Չի հասնի այս գնդակի եզրային հետում Նիդերլանդները արագ իրացնել Հրմինից հարված շեղը ստացնած հարված է Գունյացյանի կապալման Հարված դարնասում դերմոխայինի Ակարման տեսնի Անկերոջի փոխանցում առաջ Անտոնյանը հաղթեց երկրորդ հարկում փոխանցում Խլեց գնդակը Չիլի հավաքական Այվազյան Գերազանց է գործում Գունյացյանը Կորցրեց գնդակ Այվազյանը Նացականյան հարված և ինչպես գնդակը չի հայտնվում Իսպանիայի հավաքականի դարպասը Իրացնի
Բարձրից փոքր բարձր է ստացվում արվածը Արվածի փոքր գնդակի համար և խլեցին գնդակը միջականցիները Մնացականյան և այստեղ չստացվեց Մնացականյան փոխանցումը Կերսանգողի Այվաջան կորցրեց վտանգավոր դիրքում գնդակը, բայց լավ է, որ խաղանկերները Աղանցում և գնդակը հայտնվում է Իսպանիայի դարպասում Մնացականյանը բոլորի փոխանցումը գրանցում, իսկ գոլի հեղինակի դարում շատ գեղեցիկ գործեցին Սահակյան Գերազանց էր, բայց այս փոխանցումը ավելորդ էր Նորից մնում է գնդակով Մեքսիկայի հավաքականը Տեսենք հերվից արված, ոչ Պետք է իսպանացիները կենտրոնից Կասպարյան Հերվից արված գնդակը դարպասում է Ֆանտաստիկ էր Մելիքջանյանի գնդակը մխրճեց ուղղակի Չիլի դարպասը և այս արվածով էլ Մեքսիկայի հավաքականը Կասեմ, որ անցնում է հաջորդ փուլ, այո Ժամանակ ուղղակի չի բավականացնի Չիլիի հավաքականին Ցավով պետք է նշենք Բայց այսպիսի ուժեղ, այսպիսի համախմբված հավաքականը լքելու է պայքարը Նորից ես հանդիպումը չի ավարտվել, բայց կատարում եմ նման արտահայտություն, բայց հաշվի առնելով Մեքսիկայի հավաքականի ցուցադրած հանդիպումը Պաշտպանություն գերազանց են նրանք այսօր գործում Օգնել են արդեն նաև Չիլիի հավաքականի արձակվողները Այո Երկու հավասարապես թիմեր էին Երկու միանման չեմ ասի, քանի որ Չիլիի և Մեքսիկայի հավաքականները շատ են տարբերվում միմյանցից Մեքսիկան ավելի շատ սիրում է արագ գրողներով դուրս գալ հիմա տեսեք գրոհում հենց Մեքսիկայի հավաքականը արված այդպես էլ եղավ դարպասին Չիլին է գրոհում կորցրեց գնդակը և վերջ ավարտված հանդիպումը սիրելի ֆուտբոլասերներ Մեքսիկայի հավաքականը հաղթում է այս խաղում Շնորհավորում եմ Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստերին, երկրպագուներին, խաղացողներին հիասքանչ հանդիպում էր Շնորհակալություն նաև Չիլիի հավաքականին Այս առաջնությունում գեղեցիկ հանդիպումներ նրանք ունեցան, գեղեցիկ հաղթանակներ տոնեցին Շնորհակալություն մեգալիգային միանալու համար տղաներ մի տխրեք մի ուսահատվեք ամեն ինչ առջևում է լինելու և ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ իսկ Մեքսիկայի հավաքականին հաջորդ փուլում ցանկանում ենք հաղթանակ ֆանտաստիկ թիմեր ֆանտաստիկ հաղթանակ տոնեցին շնորհավորում եմ ևս մեկ անգամ Այս հանդիպումն էլ ձեզ համար մեկնաբանեց Վարշան Պետրոսյանը կհանդիպենք մեգալիգայի եթերում հաջողություն